Նախ ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ հնչեցնում են դիտորդական կազմակերպությունները ԿՀ-ի վերջին որոշման հետ կապված, որ երկու տեղամասի արդյունքները չեղարկելուց հետո, երեք տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չդրվեց, փաստարկները, որ ներկայացրեց ընտրական հանձնաժողովը, դիտորդների համար համոզիչ չէին, կարծես թե իրենք պնդում են, որ ապօրինություն թույլ տվեց ընտրական հանձնաժողովը, ըստ էության այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքացիական պայմանագրի համար, որովհետև ապահովեց 3/5-ի ներկայությունը մանդատների այս քանակը ազգային ժողովում։ Ձեզ չի մտահոգում այս փաստը, որ ԿՀ-ի որոշման արդյունքում ստացաք այն 3/5-ը, որին այդքան ձգտում եք հասնել ձեր նախընտրական քարոզարշավի եւ ամեն դեպքում ձեր նշաձողը դա էր ընտրությունների արդյունքի տեսանկյունից։ Որ նշաձողը լավ չէ։ Որ ունենաք սահմանադրական կայուն մեծամասնություն, բայց այդ ունեցաք այս որոշման հետևանքով, այսինքն Մենք սահմանադրական մեծամասնություն չունենք։ 3/5-ն էլ է մեծ հաշվով համարվում սահմանադրական։ Ոչ, չի համարվում։ Խոսքը 3/5-ի մասին է, ես դա եմ։ Եկեք հստակեցնենք տերմինները, էլի սահմանադրական մեծամասնությունը 2/3-ն է, որակյալ մեծամասնությունը 3/5-ն է, սահմանադրական մեծամասնություն մենք չունենք, իդեպ հիմա էլ չունենք։ Մենք ունեցել ենք մեկ անգամ 2018 թվականի ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն։ Ինչ վերաբերում է նրան, թե մեզ արդյոք չի մտահոգում, որ որոշման արդյունքով ենք մանդատներ ստացել, կներեք, բայց ցանկացած դեպքում են ուժերը որոշման արդյունքում ստանան մանդատներ։ Հաջորդը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է եւ ընդունում է որոշումներ, դրանք հիմնավորում է։ Հաջորդը մեր օրենսդրությունը մի քանի աստիճանով համակարգ է նախատեսում ընտրությունների արդյունքների ամփոփման համար, այսինքն տարածքային հանձնաժողովները, հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հետո կա բողոքարկման հնարավորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կա նաեւ բողոքարկման հնարավորություն եւս մեկ այլ անկախ մարմնում, այն է սահմանադրական դատարանում, ինչքան գիտեմ, ընդդիմությունը պատրաստվում է բողոք կամ արդեն չգիտեմ, բողոք ուղարկել սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը թող որոշի։ Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք մեծամասնություն խորհրդարանական, մենք ստացել ենք 700-ից ավել, 720,000-ից ավել քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականով, տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն 3-րդ անընդմեջ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաեւ ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ ընդդիմադիր 3 կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն եւ ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետեւ բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ, բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Պարոն Ռուբինյան, Հերթով խնդրում եմ։ Պարոն Ռուբինյան, բայց ես շարունակեմ մի հատ հաշվեմ նաեւ սահմանադրական դատարանից ձեր մասով, քանի որ ընդդիմության լեգիտիմության հետ կապված ամեն դեպքում իշխանության գնահատականները կարծես թե պարզ է, որ այդ խնդիր դիմելու է արդյոք ԿՊ-ն սահմանադրական դատարանը այդ հարցը դարձնելու քննարկման առարկա։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ի սկզբանե այդ ուժերը պետք է ուղղակի դրանց գրանցումը չեղել համարվել, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում, բոլորը տեսել են, հասկանում եք դա։
ով որ պետքա չեղյալ այ համար էր կոնկրետ այդ դեպքում եւի ԿՀ-ն բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին եթե հարցնում եք արդյոք մենք ուզում ենք որ ընտրությունները չեղյալ համար են ոչ որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է մեր ստացած ձայները լեգիտիմ են եւ մենք ձևավորել ենք կառավարություն Պարոն Ռուբինյան տեսեք Նիկոլ Փաշինյանը ես արդեն պատասխանեցի ձեր հարցին որովհետեւ իշխանությունը լեգիտիմ է իսկ ընդդիմության հարցը այլ ոչ թե ընդդիմության, այլ հանցագործների հարցը պետքա լուծեն իրավապահները եւ բոլոր ընտրակաշարք բաժանողները եւ կրկնում եմ ընտրակաշարքի սխեմայի բուրգի գլուխները պետքա պատասխանատվություն կրեն Նիկոլ Փաշինյանը այսպես ասած հանցանշողովիստների դատիճենքից իրավիճակով էր պայմանավորված թե վաղուց հասունացել էր նկատի ունեք որ խստացվում է պատիժը այո այդ թվում այս իրավիճակով է պայմանավորված նկատի ունեմ այդ թվում մենք հասկացանք որ պետքա պատիժը խստացնել որպեսզի ել ավելի քիչ մոտիվացված լինեն ընտրակաշառատուները ընտրակաշառք տալ Պարոն Ռուբինյան տեսեք Նիկոլ Փաշինյանը այն ինչը որ նախկինում քննադատում էր բայց օրենքը հայտարարություն չունի եթե այդ հարցը ինչքան գիտեմ Եվ ինչ է լինի այդ դեպքում ինչ է լինի այդ պահին գործող օրենսդրությամբ են դատվելու ինչ պետք է լինի Տեսեք Նիկոլ Փաշինյանը այն ինչը որ քննադատում էր որպես ընդդիմադիր գործիչ հիմա իրականացնում է նա քննադատում էր Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը առաջադրվելու հանգամանքը հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է արդեն 3-րդ Դուք սխալվում եք Նիկոլ Փաշինյանը գնում է 4-րդ ժամկետի որովհետև Նիկոլ Փաշինյանը շուտով կընտրվի 4-րդ անգամ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ընտրվել է 2018-ին երկրորդ անգամ ընտրվել է 2019-ին երրորդ անգամ ընտրվել է 21-ին 4-րդ անգամ կընտրվի 2026-ին ես ձեզ ուզում եմ հիշեցնել մենք ընդհանրապես ինչի ենք Սերժ Սարգսյանին քննադատում որովհետև ինքը եկավ ասեց գիտեք ինչ կա Ես ուզում եմ համադրությունը փոխել եւ խոստանում եմ, որ չեմ լինի վարչապետ։ Հետո 2017-ին հանրապետականը ընտրությունների մասնակցեց Կարեն Կարապետյանով որպես առաջին համար, Սերժ Սարգսյանը ընդհանրապես չէր երևում այդ քարոզարշավին։ Ձերի հետ ընտրակաշար բաժանեցին այդ քարոզարշավին, կեղծիքներով հաղթեցին, կեղծիքներով եւ Կարեն Կարապետյանի դեմքով։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը եկավ, ասեց Բարև ձեզ, ես եմ վարչապետի տեխնացում։ Այդ դրա համար ենք քննադատում ենք, որ ինքը համադրություն փոխեց, որպեսի մի վարքյան փոխեց համադրություն, որպեսի շրջանցի արգելքը նույն մարդու երկու անգամից ավել նախագահ լինելու եւ դառնա վարչապետ։ Մեր դեպքը լրիվ ուրիշ դեպք է։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, խորհրդարանական հանրապետությունների գերակշիռ մեծամասնությունում չկա ժամկետի արգելք։ Այն պարզ պատճառով, որ խորհրդարանական համակարգերում լինում են հաճախ Ժողովուրդ ջան, խանգարում եք ինձ։ Լինում են հաճախ օրինակ արտահերթ ընտրություններ։ Մեր դեպքում արդեն 2 արտահերթ ընտրություն ա եղել։ Խորհրդարանական համակարգերում ընթացքում, չգիտեմ, կարող են վարչապետեր փոխվել ու այսպես շարունակ։ Դրա համար է որ խորհրդարանական համակարգը չի նախատեսում։ Բացի այդ, խորհրդարանական համակարգում մանդատը մեկն է եւ սահմանափակված է այդ մանդատը։ Նիկոլ Փաշինյանը չի միայն ստացել մանդատ իշխելու հասկանում եք կառավարություն կազմելու քաղաքացիական պայմանագիրն է ստացել այդ մանդատը ինչա նախագահական համակարգում սահմանափակում որովհետև նախագահը ստանում է առանձին իր մանդատը եւ ունի շատ ավելի մեծ լիազորություններ քան խորհրդարանական համակարգի վարչապետը եւ հետեւաբար իմի բերելով ես համաձայն չեմ ընդհանրապես ձեր պնդման հետ որ Նիկոլ Փաշինյանը արել է այն ինչ Սերժ Սարգսյանը Տեսեք որ 4-րդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ինչ ասեք, ուրիշ մարդիկ կան, բայց քաղաքացիական պայմանագրի համաժողովը, որը ձևավորել է համաժողովի ցուցակը եւ որը ընտրել է վարչապետի տեխնացու, ընտրել է որպես վարչապետի տեխնացու, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, հիմա դուք իշխանությունը ընդդիմությանը խորհուրդ է տալիս, հա, համակերպել այս ընտրությունների հետ այն առումով, որ ընտրությունները ԿՊ-ն բացարձակ Չէ, ընդդիմությանը մենք խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, մենք այլ խորհուրդ չենք տալիս Հիմա տեսեք, չէ, ասածս ինչ է, որ մանդատներ չվերցնեն։ Այդ թվում ես խորհուրդ եմ տալիս չվերցնել մանդատներ, խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները լուծարել, խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն եւ հայտնել, ով որ իրանցից ընտրակաշարք է բաժանել, հայտնել մեղայականով, ասել այո, մենք ենք ընտրակաշարք բաժանել։ Հիմա ինչու բայց ընտրությունների Շատ ուրախ խորհրդարան կլինի, վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրանց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ իրանց հուսով եմ դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար։ Մարտահայտ ընտրություններ անցկացնելու իրավական հիմքը որն է տեղի ունեցել ընտրություններ, քաղաքացիները հայտնել են իրենց հա ընտրելու իրավունքը եւ ձևավորվել է Գյումրիում Ես կարծում եմ
փաստ է, որ այո, ճիշտ եք ասում, եթե խոսքը թիմ ընտրությունների մասին է, տեղի են ունեցել ընտրություններ, ովքեր մի քանի ուժ իրար հետ իհարկե խաբելով, բայց դա էլ է քաղաքական գործունեության մաս, վատ մաս իրանց դեպքում դա կիրառվում, բայց ձևավորել են իշխանություն, բայց մի վարքան, ոչ, նույն ձև չի արել, բայց հիմա 2026 թվականի ընտրություններում փաստ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում հավաքել է 50%-ից ավելի։ Արդյոք սա ավտոմատ տեխնիկապես նշանակում է, որ Գյումրիի թիմում պետք է լինեն նոր ընտրություններ։ Ավտոմատ տեխնիկապես չի նշանակում, բայց ես կարծում եմ քաղաքականապես նշանակում է, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ պետք է Գյումրիի հավաքանին ծրվի եւ նոր ընտրություններ կազմակերպեն։ Կրկնում եմ, ես խոսում եմ քաղաքական անհրաժեշտության մասին։ Էլ չեմ ասում, որ այս քարոզարշավի ժամանակ ժողովուրդ ջան տեղի ունեցել մի քանի մեծ խայտարակություն։ Դուք մոռացել եք, հա, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ ձերբակալվել է կաշառք պանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այստեղ disclaimer, մեղադրյալը ամեղ է, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը, եւ բացի դրանից մոռացել եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ինչ որ մեկին ասում է, ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց X որտեվ կարևոր չի, էլի, ով է այս կոնտեքստում։ Օտարերկրյա երկրի։ Հիմա ես կարծում եմ, որ հստակ լեգիտիմության ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում եւ այդ հարցը պետք է լուծվի։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք ընդդիմությունը մանդատները չվերցնեն, բայց համանadrությունում նշված է, որ խորհրդարանում նվազագույնը պետք է լինի 101 падգամավոր, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն։ Որի խնդիր չի առաջանում։ Չէ, բայց Որևէ համանդրական խնդիր չի առաջանում, ես դա գիտեմ։ Տվողը մենք չենք, տվող ԿՊ-կծորտ ուժեր չունի։ Ոչ, չի նշանակում։ Որ հարցերը։ Եթե գանք այդպիսի խնդրի, կմտածենք ինչպես լուծել այդ խնդիրը։ Կքննարկենք կհասկանանք։ Միջազգային պայմանագրերի համար համանդրական մեծամասնություն։ 200-ից ավել մեղադրյալներ ընտրակաշառքի գործով, նրանցից մեծ մասը 100-ից ավելին համենայն դեպս հակակոռուպցիոնի նախագահ ասաց, որ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, բայց եթե դուք տեսել եք, ես համենայն դեպս չեմ տեսել, ընդդիմադիրները բողոքարկել են այդ ձայնագրությունները, որոնք համարում են կեղծ կամ անկախ Չգիտեմ, դուք եթե նկատել եք ընդդիմադիրները, Կալուգացի օլիգարխը, իր թիմակիցները, Ծառուկյանի թիմակիցները, Քոչարյանի թիմակիցները, իրանք ձեռ էին առնում բոլորիս, հասկանում եք։ Լրագրողները մոտենում են, ասում են, լավ, ինչ կարծիք եք այս ձայնագրության մասին։ Մարդկանց հիմարի տեղ դնելով ասում են դրանք կեղծ են կամ ասում են, գիտեք ինչ կա, մի բարեկամը մյուսին քյաբաբ է ուզեցել։ Դա դուք հեճեղել ա ձեր կյանքում, որ դուք ձեր բարեկամին զանգեք, ասեք, կգաս քյաբաբ ուտենք, ինքը ասի, ինքը հետևից ասի, գիժես արա, քեզ բաց կապով զանգել։ Հեճեղել ա։ Զանգեք, ասեք, շարունակ ուտես, ասի, բայց ինչ ես բաց կապով զանգել, հո դու հիմար չես։ Ահա այն ինչ պետք է իմանալ Կալուգացի օլիգարխի էմոցիոնալ ինտելեկտի մասը։ Ձեր քաղաքական ճակատագրի իմաստով ինչ կասեք անձնապես նկատի ունեմ օրենսդիրում, գործադիրում աշխատելու ցանկություն ունեք, որոշ նախագահի պաշտոնին։ Մենք որևէ հավակնություն եւ ճակատագրեր դեռ չենք քննարկել, եթե անկեղծ ես ինքս էլ դեռ չեմ մտածել դրա մասին։ Բայց դուք ավելի շատ հակված եք օրենսդիրում, թե գործադիրում։ Ես ոչինչի հակված չեմ։ Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի եւ շաուրմայի, այն էլ բացառապես բարիս բուն իմաստով եւ ոչ Կալուգացի օլիգարխի մտածած իմաստով։ Պարոն Ռուբինյան, այդ դեպքում համանadrությունում ինչու է նշված, որ падգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101 падգամավոր։ Նարեկ ջան, այդ հարցերով եւի դիմեք համանդրական դատարանին, չգիտեմ, նախագահային խոսնակին։ Ես գիտեմ մեկ բան, այս հաստատ է, չգիտեմ մյուս մանրամասնությունը, բայց գիտեմ մի բան։ Տեսականորեն, եթե ընդդիմությունը մանդատները չի վերցնում կամ կեսից դնում, որևէ համանդրական ճգնաժամ չի առաջանում, այդ տեղերը մնում են թափուր, մարդիկ աշխատում են, շարունակում են աշխատում։ Ինչ? Հա, իհարկե։ Բայց որ լինի էլ կզգանք։ Վստահության պակաս այնուամենայնիվ կլինի։ Չի լինի, չէ։ Բայց ընդդիմությունը այսօր էլ չկա։ Մի հատ գնացեք էլ մտեք դահլիճ, տեսեք այնտեղ ընդդիմություն կա։ Չկա։ Դատար կաթոռներ են։ Մենք այսքան ժամանակ, այս վերջին 5 տարի, որպես ընդդիմություն տեսել ենք 50%-ով դատար կաթոռներ, այսինքն նիստերի կեսին տեսել ենք դատար կաթոռներ, մյուս կեսին տեսել ենք իրանց քաղաքական կոռումպացված ղեկավարների ապօրինի գույքը պաշտպանելու համար եկած մարդիկ։
Եթե մանդատները Բայց ասեմ ձեզ, մենք խնդիր չունենք, ուզում են թող վերցնեն, չեն ուզում թող չվերցնեն։ Վերցնեն, մեզ շատ հաճելի օրեր են ստեղ սպասվում եւ դրանցից մի քանիսին հատուկ անհամբերությամբ ենք սպասում, այդ թվում ես հատուկ անհամբերությամբ եմ սպասում մի քանիսին, չէ, ինչի մասն է խոսքը։ Իսկ եթե չվերցնեն, էլի շատ հաճելի կլինի, վերջապես քաղաքակիրթ բանավեճեր տեղի կունենան, իրար հետ կբանավեճեն, գուցե, չգիտեմ։ Թիմակիցները ընդդիմության, կաշառակերության, Կաշառակերության եւ կաշառատվության։ Հա։ Բայց տեսեք, ձեզ հետ որոշումից հետո ամբողջ ընդդիմությունը ասում է դուք մանդատագով եք, Դե բայց դա քաղաքական որոշում չլիներ այդ ամենը։ Դե բայց պետք է հիմնավորվի, չէ՞ ասածը։ Ախր նայեք, լսեք էլի։ Ես հիմա այս ճեպազույցի ժամանակ իմ մոտ ֆլեշբեքեր են տեղի ունենում։ 5 տարի ես եկել եմ ստեղ ճեպազույց տվել։ Դուք ինձ ասել եք ընդդիմությունը ասում է սենց, ընդդիմությունը ասում է սենց։ Այդ լավագույն դեպքում դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, էլի լրագրողներդ։ Հա, չէ։ Դուք այս ընթացքում ոչ միայն ընդդիմության անունից, ինչ ասել եք, եկի ասել եք ԿՊ-ն չունի աջակցություն, չեք կարծում, որ ձեր ռեյտինգն իջել է, ինչու եք դուք վստահ, ինչ ասել եք։ Ես ինչի եմ սիրում ընտրությունները եւ արդար ընտրությունները։ Գալիս է ժամանակը, մարդիկ տալիս են այդ պատասխանը։ Հիմա անդիմությունից 5 տարին ինչ ասես չի ասել, մեզ ասելա դավաճան, մեզ ասելա, չգիտեմ, եսի ինչա բարո, ինչ ասես ասելա, չէ։ Երկու անգամ մի հատ 21 թվականին մի հատ էլ հիմա ժողովուրդը եկավ ասեց, Ժորժ ջան, ինքը պատասխանը տվեց։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը այս քարոզարշավին ասում էր, չէ։ Ժողովուրդը Սյունիքը պետք է Փաշինյանին ցույց տա Չէ, Սյունյաց ողջույն ցույց տա, ակնարկելով 2021 թվականի դեպքը, երբ որ Փաշինյանին իրենց թափթփուկները հայհոյում էին։ Հիմա կարելի է գնալ օրինակ բացել նայել Սյունիքի արդյունքները, քվեարկությունները ու հասկանալ, այդ իր պատկերացած Սյունյաց ողջույնը վատ իմաստով կարող է իրան են տվել այդ Սյունյաց ողջույնը։ Հիմա ասածս ո՞րն է շատ։ Հիմա ասածս ո՞րն է։ Պետք չի ուղղակի ասել, ընդդիմությունը ասում է սա, դրա տակ պետք է հիմք լինի։ Ես երբ որ ասում եմ ընդդիմությունը ընտրակաշառատու է, ես հիմք ունեմ դրա տակ։ Ես ունեմ ձայնագրություններ, դուք ունեք ձայնագրություններ, ես ունեմ ականջ, ես ունեմ լսողություն, ես ունեմ հրապարակված ձայնագրություն, որտեղ հստակ ասում է, որ այդ մարդիկ ընտրակաշառք են բաժանել։ Հա։ Ես էլ ասում եմ կենտրոնական ներողություն։ Ինչ նշանակում վերաքվեարկությամբ Ծառուկյանը անցնում էր։ Վերահաշվարկով այդ ընտրատեղանքը։ Քանի որ հիմա ես չեմ ուզում պատասխանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն, որտեղ դա այսինքն առանձին մարմինն է, իրանք են այդ որոշումը կայացրել։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիմքում ա եղել այն, որ իրենք լիազորություն ունեն նշանակելու կամ չնշանակելու վերաքվեարկություն, բայց քանի որ իրենք կարծել են, որ ընտրության արդյունքների վրա չեն ազդել այդ ընտրատարածքի խախտումները, իրանք չեն նշանակել վերաքվեարկություն։ Մնացած հարցերով պետք է դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ինչ վերաբերում է վերաքվեարկությանը, տեսականորեն ընդհանրապես, այդտեղ կա իրոք շատ ուժեղ հակափաստակ, որ այդ վերաքվեարկությունը վերածվելու էր տակտիկական վերաքվեարկության, այսինքն ինքը չէր արտահայտելու ընտրողների կամքը։ Բայց դա օրենքն է, հիմա գուցե սխալ, բայց օրենքն է։ Բայց այդ նույն ձև օրենքն էլ ասում է, չէ՞, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է որոշում վերաքվեարկություն դնի թե չդնի, չեղարկի թե չեղարկի։ Հետևաբար օրենքը կիրառել է։ Պարոն Ռուբինյան, ես ձեզ ճիշտ հասկացա, չէ՞, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական դատարան դիմելու մտադրություն չունի։ Ես այդպես բանի մասին տեղյակ չեմ ես Այսինքն դիմելու է թե չէ, ես ասեմ, որ դուք տեղեկություն չունեք։ Ինչ հարցով դա կարող է ընթացքում հարց առաջանա դիմեն։ Ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում։ Դա ինչ է։ Խնդրում եմ հարցը հստակ ձևակերպեք։ Ընտրությունները օրինակ չեղյալ համարելու։ Չէ, նման մտադրություն ոչ, նման մտադրություն չունեմ։ Պարոն Ռուբինյան, բայց այնուհանդերձ քննարարից չի, որ այդ ընտրատեղամասերում ընտրած քաղաքացիները չկարողացան մասնակից դառնալ իշխանության ձևավորմանը։ Խնդրահարույց է, որ այդ ընտրատեղամասերում ընտրությունները կազմակերպվել են խախտումներով։ Այդ դա է խնդրահարույց, դրա համար էլ չեղարկվել է։ Այդ չեղարկվելը ճիշտ է։ Օրենքը վերաքվեարկության հնարավորություն է տալիս, ինչքան էլ կնախագծի։ Բե հնարավորություն տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովին գնահատել եւ անհրաժեշտության դեպքում անել կամ չանել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վերաքվեարկության կարիք չկա
եւ անկախ մարմնի որոշումները պետք է հարգվեն կամ բողոքարկվեն մեկ այլ անկախ մարմնում, ինչպիսին է Սահմանադրական դատարանը։ Հիմա բողոքարկել են, թող պատասխանեն։ Լավ, պարոն Ռուբինյան, կներեք, մեկ բան էլ ճշտեմ։ Հիմա երբ դուք վստահ եք, հա, ձեր հաղթանակում, պարոն վարչապետն ասում է օրգանիկ քվեներ են եւ այլն, ընդդիմությանը համարում եք կեղծիքներով եւ այլն, իսկ ինչի նոր ընտրություններ այդ դեպքում չանել։ Ասեցի արդեն, որովհետեւ մեծամասնությունը քաղաքական լիարժեք լեգիտիմ է, որովհետեւ մենք եւ մեզ ընտրող քաղաքացիները մի վարքյան էլի, որովհետեւ մենք եւ մեզ ընտրած քաղաքացիները մեղավոր չեն, որ անդիմությունը ընտրակաշառք է բաժանել։ Քաղաքական մեծամասնությունը լիարժեք լեգիտիմ է եւ կձևավորի կառավարություն։ Կառավարություն ձևավորելուց հետո որոնք են լինում այն քաղաքական առաջնահերթությունները, որոնցով շարժվելու։ Դրանք նկարագրված են մեր նախընտրական ծրագրում եւ ավելի մանրամասն նկարագրված կլինեն կառավարության ծրագրում, որը ձևավորվելուց մի քանի օր հետո կքննարկվի ազգային ժողովում, դուք էլ կտեսնեք։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք խոսում եք, որ հաղթել եք, իշխանություն եք ձեռագրել։ Ոչ թե խոսում ենք, այլ այդպես է։ Լավ, բայց վերջին այսօրին դրությունից հետո ամբողջ ընդդիմադիր դաշտը հանրային քննարկման մեջ այսպես մի թեմա է, որ բոլորը տխուր են, ոնց որ Պանիխիդայի դեմքով եք պատրաստվում։ Ես հիմա Պանիխիդայի դեմքով եմ, ոչ չգիտեմ, դե եկեք գնահատ Հիմա խնդրում եմ գնահատեք իմ դեմքը Պանիխիդայի, հա։ Չգիտեմ ո՞րն է, դու գնահատելու ունակություն ունեք։ Գնահատեք, խնդրում եմ իմ դեմքը։ Ես չգիտեմ։ Դե տեսնում եք, դուրս է գալիս, որ դեմ գնահատելը շատ սուբյեկտիվ բան է։ Ռոբերտ Քոչարյանն արդեն բացարձակ տխուր չեմ։ Դե լավ, չեմ ուզում մտնեմ այդ դաշտը, իրոք չեմ ուզում, բայց ես ուրիշ հարց տամ, էլի։ Ես խնդրում եմ ձեզ ձևակերպել հետեւյալ հարցը, մի քիչ էլ ես օրակարգ ստեղծեմ, էլի։ Հիմա վերջը Կալուգացի օլիգարխը հրաժարվելու է Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից։ Այո, թե ոչ, ինձ թվում է, այն բոլոր մարդիկ, ովքեր այս քարոզարշավի ժամանակ լսել են այդ մարդուն, այս հարցի պատասխանին արժանի են։ Մարդը պետք է պատասխանի ինքը Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից հրաժարվելու է թե ոչ։ Խնդրում եմ այդ հարցը տալ։ Կխնդրեի իհարկե Կալուգացի օլիգարխի թիմի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը իրան այդ հարցը տալ, բայց քանի որ չի տա, չեմ խնդրի իրան։ Թիմի կողմից ֆինանսավորվող։ Իսկ պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերություններից ինչ որ նորություն կա։ Դուք վերջին ամիսներին նորություններ արդեն իսկ լսել եք, շատ կարևոր իրադարձություններ են իրական տեղի ունեցել, բայց ուղղակի մեր ներքաղաքական թոուբոյի մեջ բավարար ուշադրություն չի դարձվել։ Նախ ուղիղ առևտուրը դարձավ հնարավոր Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Ես նաեւ բացատրեմ, եթե հետաքրքիր ինչի մասն է խոսքը։ Մինչ այս Հայաստանի եւ Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առևտուր հնարավոր չէր։ Այսինքն օրինակ, եթե մարդ Հայաստանից Թուրքիա բաներ արտահանում կամ Թուրքիայից Հայաստան բան ներմուծում, այդ ապրանքները, հա, գնում էին Վրաստան, մաքսային ընթացակարգերով անցնում էին, հետո վերաձևակերպվում էին, գալիս էին Հայաստան։ Հիմա տեսականորեն Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծելու դեպքում արդեն ուղիղ նշվում է Թուրքիայից, ասենք, վերջնակետը Հայաստան կամ Հայաստանից վերջնակետը Թուրքիա, եւ սա ահռելի պարզեցում կլինի առևտրի համար եւ հեշտացում եւ արագացում։ Բացի դրանից, գիտեք, որ Հայաստանի համար հնարավոր դարձավ օգտագործել Կարս Ախալքալակ կամ Ախալքալակ Կարս երկաթգիծը, ինչը մենք ոչ մի բան, բայց համապատասխան տնտեսվարողները, այսինքն արդեն հնարավորություն կունենան այդ երկաթգիծը օգտագործել եւ երկկողմ առևտրի համար եւ տրանզիտի համար, որպեսզի հասկանաք սրա կարեւորությունը։ Օրինակ, մինչև կես տարի առաջ Հայաստանից երկաթգծով որևէ աշխարհում որևէ տեղ հնարավոր էր բան տանել միայն մեկ վայր՝ Վրաստան։ Այսինքն Թբիլիսի կամ Փոթի ամենահեռուն Փոթին էր, որ երկաթգծով Երևանից Հայաստանից հնարավոր էր տանել։ Ինչ տեղի ունեցավ վերջին կես տարվա մեջ։ Նախ Հայաստանի համար բացվեց երկաթգիծը Ադրբեջանի տարածքով եւ այսինքն հնարավոր դարձավ արդեն ոչ միայն Փոթի բան տանել, այլ Վրաստանով եւ հետո Ադրբեջանով բաներ տանել եւ բերել Ռուսաստան եւ պատկերացրեցիք, չէ, ամբողջ արևելք Ռուսաստանից ասենք Միջին Ասիա, Չինաստան եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ տեղի ունեցավ Ախալքալակ Կարս երկաթգծի Հայաստանի համար ապա բլոկավորումով։ Արդեն մենք կարող ենք բաներ տանել Եվրոպա, ամբողջ Եվրոպա, տանել եւ բերել։ Եվ բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև Սիրիա, որտեղ երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա։ Հասկանում եք, չէ՞, Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային
փակուղի էր, բառից բուն իմաստով փակուղի էր։ Հիմա ամբողջ աշխարհը մեր համար բաց է, իհարկե դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, եւ մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի։ Հարցրեցիք, չէ, ոնց թե ես Ժորժան, ես վերջին օրերին էլ եմ ես լուրերով կարդացել, որ հերթական խմբականակը որոշակի ապրանքների Ռուսաստանից մտել է Հայաստան, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթգծով։ Դուք հարցրեցիք, արդյոք օգտվում են Կարսախար քաղաքից, ապա շրջափակումը նոր է եղել, այսինքն մի քանի օր առաջ է եղել եւ ենթադրում եմ, որ դեռ ոչ, բայց չեմ էլ ճշտել, պետքա ճշտել։ Պարոն Ռուբինյան, իսկ երբ որ պատրաստ լինի արդեն Գյումրում հատվածը, կբացվի թե ամեն դեպքում քաղաքական որոշումը դրա դեռ հստակ Թուրքիան պատրաստ չի, այսինքն այստեղ սարքել, բայց երբ որ պատրաստ լինի բացումը կլինի, օրինակ դե Մարգարյան սարքեց Հայաստանը, բայց դե տեսեք, Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պայմանավորվել են, որ, չգիտեմ ով է միացրել, լավ կանել, որ անջատեր։ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ ստեղծում են աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը ստեղծված է, հանդիպումը անցկացրել վերջերս Կարսում։ Նոր բան չի, էլի, լուրերում ինչ որ տեսել եք, դա որի նպատակն է, պաշտոնապես հայտարարված նպատակն է քննարկել այն տեխնիկական պարամետրերը, որոնք անհրաժեշտ են Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման համար։ Եվ հետեւաբար Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ նպատակը այդ երկաթգծի վերագործարկումն է։ Եվ հետեւաբար մենք անկալում ենք, որ այդ երկաթգիծը պետք է հնարավորինս արագ վերագործարկվի։ Նույնն էլ դրան է վերաբերվում, եւ մենք ակնկալում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է իրագործվեն, բայց ես կերկին պետք է շեշտեմ, որ վերջին ամիսներին երկու շատ կարեւոր բան է տեղի ունեցել, որի մասին ձեզ պատմեցի, եւ դա պետք է գնահատել։ Պարոն Ռուբինյան, իսկ վերջին հարցը խնդրում եմ, ձեզ համար բացատրությունը կամ պատճառը հասկանալի է, ի վերջո Թուրքիան շատ բան հասկանալի է, պայմանավորվածությունները կան, բայց ի վերջո ինչու չի կատարում առնվազն այդ երրորդ երկրների համար սահմանը բացելու առաջին պայմանավորվածությունը։ Չգիտեմ, ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունը կիրագործվի եւ ես նաեւ կարծում եմ, որ նման քայլերը, ինչպիսիք էին ուղիղ առևտրի մեկնարկը Ախալքալակ Կարս երկաթգծի ապա շրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր քայլեր են եւ մենք գնահատում ենք այդ քայլերը եւ կարծում ենք, որ նման քայլերը պետք է շարունակվեն եւ նրանք կշարունակվեն։ Շնորհակալություն։